Առեղծվածային և ողբերգական դեպք է գրանցվել Երևանում, որը մեծ արձագանք է ստացել։ Նախնական տեղեկությունների համաձայն դեպքը տեղի ունեցել օգոստոսի 5-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում։ Իրավապահ մարմինները ստացել են հաղորդում, որ նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները։ Քննիչները իրականացրել են դեպքի վայրի զննություն, իսկ հետագա հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տվյալներով մահացածը 59-ամյա Անդրանիկ Մ. է, որը հայտնի էր որպես Հայաստանում գործող Բոնուս սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից մեկը և գլխավոր տնօրենը։ Այս պահին ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը։ Պաշտոնական մարմինները առայժմ վերջնական պատասխան չեն տալիս։ Քննության շրջանակում ուսումնասիրվում են դեպքի բոլոր հնարավոր վարկածները և իրավապահները շարունակում են անհրաժեշտ քննչական գործողությունները։ Նախաքննության շահերից ելնելով մի շարք մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։ Սա նշանակում է, որ հասարակությանը հայտնի չեն ոչ դեպքի բոլոր հանգամանքները, ոչ էլ այն ապացույցները, որոնց հիման վրա քննությունը կկարողանա եզրակացությունների գալ։ Կարևոր է նշել, որ նման դեպքերում մինչև պաշտոնական հայտարարությունների հրապարակումը որևէ վարկած չի կարելի ընդունել որպես հաստատված փաստ։ Քննությունը դեռ շարունակվում է, և միայն դրա ավարտից հետո հնարավոր կլինի ավելի հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։ Այս ողբերգական դեպքը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև այն պատճառով, որ մահացած անձը երկար տարիներ գործունեություն էր ծավալել առևտրի ոլորտում և հայտնի էր որպես Բոնուս սուպերմարկետների ցանցի ղեկավարներից մեկը։ Առայժմ իրավապահ մարմինները չեն հրապարակել լրացուցիչ տեղեկություններ դեպքի պատճառների կամ հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Եթե առաջիկայում պաշտոնական նոր տվյալներ ներկայացվեն, դրանք կարող են էականորեն փոխել դեպքի ընդհանուր պատկերը։ Մենք շարունակելու ենք հետևել պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններին և ձեզ կներկայացնենք միայն հաստատված տվյալներ, խուսափելով չստուգված տեղեկությունների տարածումից։